Բարև, այսօր ճապոնացիների մոտ նոր տարի է եւ մենք հատուկ նրանց պատվին կպատրաստենք նրանց տոնական կերակուր, ասենք ոնց որ մեր սեղանի վրա խոզի բուտն է, այնտեղ պելմեին է։ Բոլորով հավաքվում են, այսպես խմոր են պատրաստում եւ սկսում են պատրաստել պելմեիներ։ Այն խորհրդանշում է առատություն եւ հարստություն այդ տարի։ Իսկ պելմեի անունը ես իհարկե կներեք ինձ, բայց կասեմ գյոցյա։ Եվ այն պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է ալյուր, խոզի աղացած միս, օղի, սպիտակ գինի, սոյա սոուս, քացախ, ձու, կոճապղպեղ, աղ, կանաչ սող, պեկինյան կահամբ եւ բուսայուղ։ Ամեն ինչ սկսվում է խմորից։ Դա հենց այս պահին չի կարելի պատրաստել խմորը եւ որից հետո պելմեիները պատրաստել, այն շատ երկար ընթացք ունի։ Բայց մենք կանենք դա արագ, դուք կարող եք անել շատ դանդաղ։ Սկսենք ինչից հարկավոր է հագեցնել ալյուրը թթվասնով։ Ինչպես միշտ վերցնում ենք սիրելի ամանը, մի պտխունց աղ և հագեցնում ենք ալյուրը թթվածնով։ Այստեղ առաջին յուրահատկությունը հարկավոր է վերցնել հենց նոր եռացած ջուրը, այսպես, հենց նոր եռացած ջուրը լցնում ենք եւ շատ արագ խառնում։ Այս եղանակով պատրաստվող խմորը շատ էլաստիկ է ստացվում։ Հարկավոր լավ տրորել, տանջել, ահա, լավ տանջելուց հետո խմորը ծածկում ենք խոնավ սրբիչով։ Ցանկալի է սրբիչը նոր լինի։ Իսկ հիմա պատրաստենք խճողակը։ Հենց նույն ամանի մեջ է կարելի պատրաստել։ Վերցնում ենք խոզի աղացած միսը, ավելացնում ենք օղի, սպիտակ գինին, սոյա սոուսը, դե գիտեք, որ չինական, ճապոնական խոհանոցներում աղ գրեթե չեն օգտագործում։ Դրան փոխարինում է սոյա սոուսը։ Իսկ քանի որ մենք պատրաստում ենք որպեսզի ուտենք, ոչ թե ձևի համար, մենք մի փոքր մեր քիմքի համար աղ կավելացնենք, շատ քիչ աղ, մի փոքր էլ, ավելացնում ենք ձու, կոճապղպեղ ենք քերում վրան,
Շատերը հեռացնում են կեղևը, ես դա չեմ անում։ Դրա համարում եմ, որ ամբողջ վիտամինների պաշարը հենց կեղևի մեջ է։ Ուղղակի հարկավոր է լավ խոզանակով լվանալ, անպայման խոզանակով լավ կլվանաք։ Թողնենք թող համերը խառնվեն, իսկ մենք շարունակենք մթերքներ մշակելը։ Սեղանին հայտնվում է սիրելի տախտակը, մանր կտրատում ենք կանաչ սոխը, արի այստեղ կանաչ սոխ, արի այստեղ, Իսկ դու հիշում ես պելմենի անվանումը։ Գյոտյա։ Օ։ Դա։ Գյոտյա։ Իսկ հիմա մշակենք պեկինյան կաղամբը։ Վերցնում ենք այսպես տերևները, կոշտ մասը հեռացնում ենք, վերցրու կոշտ մասը, հեռու չգնաս, էլի կոշտ մասեր կան, հեսա կտամ։ Ես ասացի չէ կան, վերցրու։ Սա էլ վերցրու և վերջ։ Ինչ ենք անում, մանր կտրատում ենք սա, շատ մանր, այնպես կտրատում ենք կանաչ սոխը, այդպես էլ կտրատում ենք սա։ Լավ կտրատելուց հետո սա էլ լցնում ենք խճողակի մեջ։ Եվ լավ խառնում այս ամենը, որպեսզի հավասար տարածվեն բաղադրիչները խճողակի մեջ։ Շատ նուրբ խճողակ է ստացվել։ Մնաց ավելացնել մի փոքր բուսայուղ։ Դա արդեն կախված է խոզի մսի յուղայնությունից։ Եթե այն այդքան էլ յուղը չի, 2 ճաշի գտալ, եթե յուղը շատ է, 1 ճաշի գտալը լրիվ բավական է։ Եվ շարունակում ենք լավ հարել։ Սա լավ հարել ուղղակի պարտադիր է։ Մի փոքր խելքի բերենք սեղանը, տեղ բացենք, կաղամբը վերցու, կարող ես ուտել ամբողջությամբ։ Քացախը թողնում է, հետո սոուս ենք պատրաստելու։ Լավ չորացնելուց հետո սեղանը, բացում ենք խմորը։
մոտ 3 մմ հաստության։ Կտրում ենք։ Այսպես ալերոտում և շարում իրար վրա։ Եվ այսպես անվերջ բացում ենք խմորը, կտրում ենք, բացում ենք, կտրում ենք, կտրում ենք, բացում ենք, բացում ենք, կտրում ենք։ Լավ, հիմա դրա մասին չի խոսքը, հիմա շարունակենք պելմենի պատրաստելը։ Ետ է գալիս սիրելի տախտակը, մոտ է գալիս խճողակը, վերցնում ենք ջեռոցի տապակը, ցանկալի է մեծը վերցնել, որպեսզի վրան շարենք պելմենիներ, մի փոքր բուսայուղ, և սկսում ենք ձևավորել պելմենիները, տեսեք թե ինչպես։ Մի փոքր խճողակ, վրա ենք բերում, բայց քանի որ խմորը ալյուրոտ է, այն չի կպչի, պետք է անպայման ջուր քսել եզրերին, որպեսզի լավ կպչի, որից հետո բերում ենք վրա և այստեղ շատ կարևոր է նկատեք, բութ մատը պահում ենք դեպի այս և այսպես հավաքում խմորը։ Ահա և վերջ, այսպիսի գեղեցիկ պելմենիներ, ուշադրներ, տեսնում ես, այսպիսի գեղեցկություն և շարում ենք տապակի մեջ։ Եվս մեկը ունկնդրեք, սա կարևոր հաստ է։ Եզրին ջուր եմ կսում, խմորը բերում ենք վրա, այն հետև սկսում ենք հավաքել։ Ահա, և վերջ, այսպես։ Եվ սկսում ենք տապակել, տապակում ենք այնքան, մինչև տակի մասը վարդագունի, որից հետո ավելացնելու ենք ջուր, այս գնամ ջրի հետևից, դու հետևիր, որ տապակվի։ Ահա և ջուրը, հետևել ես, գյոձեն, ահա տեսեք, վարդագունել է, ուշադին է, տեսնում ես, վարդագունել է, տեսնում ենք ջուրը, մոտ 1 սանտիմետր բարձրությամբ, ծածկում ենք և թույլ կրակի վրա թողնում ենք շոգ խաշվի։ Իսկ մինչ այդ կպատրաստենք սոուսը։ Սոուսի համար վերցնենք հարմար աման,
լցնում ենք սոյա սոուսը։ Ճապոնացիները օգտագործում են բրնձի քացախ, քանի որ ձեռքի տակ չունենք բրնձի քացախ, մենք չունենք, դուք կարող ունեք։ Մենք վերցնում ենք խնձորի քացախը եւ վրան ավելացնում ջուր։ Ոտ մեկը մեկին, այսպես։ Իսկ հիմա տեսնենք, թե ինչով ենք այն մատուցելու։ Հենց ջուրը քաշեց, այն արդեն պատրաստ է։ Այս մեկն էլ շրջենք, որպեսզի տեսնեք ինչ գեղեցիկ վարդագունել եմ։ Սա հարկավոր է ապայման փորձել։ Անունը հիշում ես։ Գյուձա։ Գյոձա, ալյուր 2 բաժակ, խոզի աղացած միս 350 գրամ, օղի 1 թեյի գթալ և 1 թեյի գթալ ջուր պետք է ավելացնել վրան, բուսայուղ 2 ճաշի գթալ, սոյայի սոուս 1 ճաշի գթալ և լրացուցիչ 4 ճաշի գթալ էլ պետք կգա, սպիտակ գինի 2 թեյի գթալ, ձու 1 հատ, կոճապղպեղ մոտավորապես 2 սանտիմետրանոց կտոր, կանաչ սոխ բավական մեծ կապ, պեկինյան կաղամբ մոտավորապես 100 գրամ պետք կգա, խնձորի քացախ 2 ճաշի գթալ և դրա հետ 2 ճաշի գթալ ջուր էլ պետք կգա, ինչպես նաև աղ։ Պատրաստման եղանակը՝ ալյուրը մաղել մեծ թասի մեջ, մի պտղունց աղ անել, քիչ-քիչ, կես բաժակ հենց նոր եռացած ջուր լցնել, անընդհատ խառնել, որպեսզի ջուրն ու ալյուրը հավասարաչափ խառնվեն, լավ հունցել։ Հարկավոր է խմորը գունդ անել, խոնավ անձեռոցիկով ծածկել և թողնել 1 ժամ հանգստանա։ Թասի մեջ լցնել խոզի աղացած միսը, ավելացնել օղին, սպիտակ գինին, սոյայի 1 ճաշի գթալ սոուսը, 1 ձու ջարդել, մի քիչ բուսայուղ լցնել, մանր կտրտած կանաչ սոխ, պեկինյան կաղամբ, քերած կոճապղպեղ և քիչ աղ անել, լավ հարել, խճողակը մի կողմ դնել։ Սեղանին ալյուր շաղտալ, հանգստացած խմորը շատ բարակ բացել մոտավորապես 2 մմ հաստությամբ, ապա 9-10 սանտիմետր տրամագծով շրջանակներ կտրտել։ Խմորի շրջանակներին մսի խճողակ դնել մոտավորապես մի լավ թեյի գթալ, խմորի եզրերին ջուր քսել, մեջտեղով ծալել, ապա մի կողմից փոթեր տալով պելմենիներ ձևավորել, տապակի մեջ բուսայուղ լցնել, պելմենիները շարել մեջը, միջին կրակի վրա թողնել տակից դրանք վարդագունեն, ապա այնքան ջուր լցնել, որ ջրի մակարդակը պելմենիների բարձրության մոտավորապես 1/3-ին հասնի, ծածկել կափարիչով և եռն սկսելուց հետո կրակն իջեցնել, թողնել այնքան եփվի, որ ջուրը քաշվի։ Սոուս պատրաստել խառնելով սոյայի սոուսը, խնձորի 2 ճաշի գթալ քացախը, նույնքան ջուրը։ Ճապոնական գյոձա պելմենիները մատուցել սոուսով, այն սովորաբար ուտում են սոուսի մեջ թաթախելուց հետո։ Վերջում առաջարկում եմ հրաշալի համային համադրությամբ աղցան պատրաստել։ Հրաշալի համային համադրությունը դա գազարը եւ արքայախնձորը միացնել։ Դրանք թե աղցանի մեջ են համեղ եւ թե աղանդերի մեջ։ Ասեմ ինչ է հարկավոր պատրաստելու համար։ Գազար, գլուխսող, սխտոր, մաղադանոս, կիտրոն, աղացած կարմիսեր պղպեղներ, աղ, արքայախնձորի պահածո եւ բուսայուղ։ Արքայախնձորի պահածոն կարելի է անմիջապես քամել։
Իսկ մենք սկսենք շատ արագ պատրաստել աղցանը։ Տապակը հայտնվում է գազ օջախին։ Մի փոքր բուսայող։ Եվ սկսում ենք սոխից։ Այն կտրատում ենք կիսաօղակներով։ Մինչ սոխը տապակվում է, մշակենք գազարը։ Գազարը կտրատում ենք ձողի կացև։ Սա քեզ վերցրում ըմբոշխներ։ Թող միասին տապակվի այնքան գազերը, մինչև փափկի եւ գույնը փոխի։ Ավելի վառ է դառնում գազերը, երբ տեսակ թուլանում է։ Շերտատենք արքայա խնձորը, այսինքն պահածոյացված արքայա խնձորը։ Շատ մանր չենք կտրատում։ Վերցրու այստեղ կան արքայա խնձորներ, վայլիր, իսկ մենք խամում ենք կիտրոնի հյութը։ Գազարը գույնը փոխել է, հենց այս պահին ավելացնում ենք, այսինքն ոչ թե ավելացնում ենք, այլ համեմում ենք աղացած կարմիր պղպեղներով, աղ մի փոքր, այն նկատեք աղ, քաղցր, թթու, թթվաշ, կծու, գույները այս աղցանի մեջ մասնակցում են և հրաշալի համային համադրություն ստեղծում դրա համար և ավելացնում ենք կիտրոնի հյութը։ Մի փոքր արքայա խնձորի հյութից։ Մնացածը կարող ես խմել։ Թող մնա հեղուկը գոլոշյանը, մասամբ և վերջինը որ անում ենք այս աղցանի համար, այսինքն նախավերջինը դա սխտորն է, իսկ ամենավերջում մաղադանոսը կավելացնենք։ Պատկերացրեցիք սխտորը, կծու քաղցր թթուի հետ նաև սխտորի բույրը։ Եվ վերջում, ինչպես ասացին, մաղադանոսը։ Մաղադանոսը երբ ավելացրեցին, կրակը կանջատենք։ Տեսնենք ինչով ենք մատուցում այն։ Անջատեցինք կրակը, մի վերջին անգամ խառնենք և
գցնենք մատուցվող ափսեի մեջ։ Եվ վերջ, պատրաստեք և ըմբոշխնեք։ Գազարով և արքայախնձորով աղցան։ Գազար 2-3 հատ, արքայախնձոր պահածոյացված 4-5 օղակ, սոխ 1 գլուխ, աղ պղպեղներ, սխտոր մի պճեղ, կիտրոնի հյութ 1 ճաշի գթալի չափ, բուսայուղ և մաղադանոց փոքր փունջ։ Պատրաստման եղանակը. սոխը բարակ կիսաօղակների կտրտել, բուսայուղով տապակել, ավելացնել բարակ ձողիկների կտրտած գազարը, տապակել մինչև գազարը վառ երանգ ստանա, համեմել աղ ու կարմիր պղպեղով, ավելացնել ջրքամած ձողիկաձև կտրտած արքայախնձորը, ավելացնել 1 ճաշի գթալ կիտրոնի հյութ, 2 ճաշի գթալ արքայախնձորի հյութ, ճզմած սխտորը, խառնել։ Վրան կտրտած մաղադանոց շաղ տալ, կարելի է մատուցել և ողն, և սառը։ Այսօր այսքանը և հատուկ նրանց համար, ովքեր սիրում են զուգահեռ հետ պատրաստել, ասեմ, հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք ոչխարի փափ կամիս, սոխ գազար, կարտոֆիլ, նեխուր համեմ, կանաչ սոխ և զիրան չմոռանաք։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։